Բարև բոլորին, այսօր ուզում եմ անդրադառնամ, չգիտեմ էլ ինչ անուն որակեմ, որ վիրավորական չստացվի, պայմանական դնենք քննադատներ։ Այդ որ ասում եք, թե ես խիեմ ռազմական համազգեստով ելույթ ունենում։ Պատասխանը։ Նախ եւ առաջինը։ Այս համազգեստը կամ այն մյուս համազգեստը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության համազգեստը։ Երկրորդը, ես ներկայացնում եմ ազգ, բանակ, հաղթանակ, ՌՀԿ, ռազմահայրենասիրական, հասարակական կազմակերպությունը, հանդիսանալով տվյալ կազմակերպության նախագահան, ու բնականաբար պետք է հանրությանը ներկայանամ ռազմական համազգեստով։ Չորրորդը, այս համազգեստով ես կռվե ու պաշտպանել եմ Հայաստանի Հանրապետության սահմանները։ Այն մյուս համազգեստով կռվե ու ցավոք սրտի չենք կարողացել պաշտպանել Արցախի Հանրապետության սահմանները։ Ու ձեր հենց ոչինչ չանելը վնաս է տվեմ մեզ, որ մեր մեջքը բացեք թողե դավաճանների գործողությունները ավելի լայն է եղել։ Ու դուք պետք է հասկանաք, որ հայրենասիրական երգեր լսելով կամ քաղցր լավ կենացներ ասելով թշնամին հաստատ մեզանից չի վախենա ու հետ չի գնա։ Ու ես այս համազգեստ կրելու իրավունքը վաստակել եմ իմ այրան գնով։ Ու դուք, որ այսօր շնչում ու արտաշնչում եք, ստեղծում ու արարում եք այս Հայաստանի Հանրապետությունում, դա առաջինը եռաբլուրում պարկած տղերքի շնորհքն է, երկրորդն էլ իմ ու իմ նման տղերքի, կռված տղերքի շնորհքն է։ Ու որ դուք ասում եք, դե որ կուսակցական չես, որևէ քաղաքական գործ չես սատարում, ինչ գործ ունես քաղաքականության հետ։ Այդ է ստոպ։ Կռվողը մենք ենք, մեռնողը մենք ենք, բայց հաստատ կռիվ սկսողը մենք չենք։ Ու այդ ձեր մանիպուլացիոն խոսույթի իմաստը ես շատ լավ հասկանում եմ, որ տասնամյակներ շարունակ հայ ազգը լռել է, սկսած հոկտեմբերի 27-ից։ Կներեք, ես սկսած 2021 թվականից չեմ լռել ու չեմ էլ պատրաստվում լռեմ։ Ու ես այսքան ժամանակ չեմ փորձել որևէ մեկի իրավունքները սահմանափակեմ կամ ոտնահարեմ։ Ես իմ կարծիքն եմ մատուցում հանրությանը, ում դուրը գալիս է, լսում է, ում դուրը չի գալի, թող չլսի, թող թերթի անցնի։ Ինչ է նշանակում մտնեն անձնական վիրավորանքներ գրեն, իմ հասցեին կամ այն մյուս կուսակցության կամ այն մյուս կուսակցության, կապ չունի իշխանություն թե ընդդիմություն։ Ու գրողների մեծամասնությունն էլ կանայք են, հարգելի կանայք։ Բայց ես չեմ հասկանում, ձեր կողի տղամարդիկ յոնջի սերմ է, թե մեխի գլուխ է։ Դուք մի բան իմացեք, այն ինչը որ ձեզ հասանելի է ու հասանելի է հաստատ, 10 անգամ ավել հասանելի է ձեր տան տղամարդուն։ Ու եթե դուք նույն ձև շարունակեք, մի օր իրանք հաստատ մի հատ հաստ բլրի են հանդիպելու։ Կապ չունի ով ինչ գործունեություն է ծավալում, քաղաքականն է, ինչա, կապ չունի այլ աշխարհի ներկայացուցիչը։ Այսքանը ժողովուրդ ջան։